Զուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակի բոցերը գիշերը երևացել են քաղաքի տարբեր հատվածներից, առավոտից թանձր ծուխ է բարձրանում աղբավայրից, ծուխը քամին տարածում է դեպի հարևան վարչական շրջաններ։ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է, կեսգիշերից դեպքի վայրում աշխատել են Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրում հիմնարկի ջրցան մեքենաները, բեռնատարներով տարածք է տեղափոխվել հող, այրվող հատվածները ծածկելու համար։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջները նույնպես գիշերվանից պայքարել են կրակի դեմ։ Պարոն Մեսրոպյան, անդրադառնանք հեծին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ հարուցված վարույթի եզրակացությունը պատրաստ կլինի նոյեմբերի 18-ին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Վարույթի հնարավոր երկու ելք կա՝ կամ լիցենզիայի դադարեցում, կամ գործի կարճում, ասել է Մեսրոպյանը եւ հավատացրել, որ հանձնաժողովի որոշման վրա չի ազդելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը հեծն ազգայնացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման գործընթացը արդեն սկսվել է։ Սա ինչ է նշանակում, երբ որ վարույթը դեռ շարունակվում է, պարոն Մեսրոպյան։ Ես արգանքում եմ մոտենում մեր երկրի ղեկավարի հայտարարությանը, բայց ինքը քաղաքական գործիչ է եւ քաղաքական հայտարարություն է արել, իսկ մենք մեր գործն ենք անում, մենք վարույթը կտանենք մինչև վերջ եւ կպարզվի այն, ինչ կպարզվի։ Սա արդեն իսկ ուղղորդում չէ՞, բացարձակ, ինչ ուղղորդում։ Բացարձակ։ Դե Նիկոլ Փաշինյանը արդեն երկու սցենար ներկայացրեց, ասում է կամ կազգայնացնենք ու կհանձնենք առաջատար ընկերության, որը զբաղվում է էներգետիկ այդ ոլորտի կառավարման, այսինքն արդեն իսկ Արեք ջան, ըստ էության ես պատասխանեցի ձեր հարցին, անցնենք հաջորդ հարցերին։ Չուղղորդեց, պարոն Ոչ, չուղղորդեց։ Ոչ։ Ում ուղղորդեց։ Ես դուք ինձ հարց եք տալիս։ Որ հանձնաժողովի նախագահն եք։ Հա, հետո ինչ անենք։ Հանձնաժողովի նախագահը պարտադրված չի քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ որոշումներ կայացնելու։ Հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ուսումնասիրել վարույթը, հասկանալ իրականում ինչ է կատարվում, հայտնաբերված հնարավոր խախտումները արձանագրել եւ դրա հիման վրա, եթե կլինեն այդպիսի խախտումներ, որոշումներ կայացնել։ Այսինքն, պարոն Մեսրոպյան, դուք վստահեցնում եք, որ հանձնաժողովը չի գնա այնպիսի ճանապարհով, որը վերջում Նիկոլ Փաշինյանի նշած սցենարները իրականություն կդարձնի։ Նիկոլ Փաշինյանի սցենարները ես չեմ քննարկում, ես քննարկում եմ վարույթի հնարավոր ելքերը։ Իսկ վարույթի հնարավոր ելքերը երկուսն են, կամ պետք է վարույթի արդյունքում ամփոփվելուց հետո քվեարկվի կոլեգիալ մարմինը եւ որոշի լիցենզիայից զրկել, կամ լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության պարագայում վարույթը կարճվի։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ արդեն ազգայնացման գործընթաց է սկսվել, հա, դուք արդյոք այնպիսի եզրակացություն չեք կայացնում, որ վարչապետի պատկերացում։ Եվս մեկ անգամ ասում, ոչ։ Բայց դուք նախկին քրթական եք, պարոն Մեսրոպյան։ Ինչ կապ ունի։ Կուսակցական կապեր ունեք։ Նռանյան Արանել նախկին դաշնակցական է, ինչ կապ ունի։ Նարեկ ջան, Եվ հանձնաժողովի նախագահ չի։ Ինչ կապ ունի։ Կոլեգիալ մարմին ընտրություններում ամեն մեկը մեկ ձայնի իրավունք ունի։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահ համակարգում քննարկվում է գործարար ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երրորդ անգամ երկարացնելու հարցը։ Նրա կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Ակնկալվում է, որ քննչական կոմիտեն կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը դատարան կներկայացնի առաջիկա երկուշաբթի։ Ըստ թերթի գործարարին առաջադրված փողերի լվացման եւ հարկեր չվճարելու մեղադրանքները դատական նիստերի ընթացքում չեն հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Դատավոր Տիգրան Դավթյանը հիմնավոր կասկած գտել է միայն մեկ դրվագում, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներին մեր ձևով պայքարելու Սամվել Կարապետյանի խոսքին։ Ժողովուրդ օրաթերթը նաև գրում է, որ ըստ իր տեղեկության գործով փաստացի քննություն չի իրականացվում եւ գործարարը ամիսներ շարունակ կալանքի տակ է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Կբավարարի դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու նոր միջնորդությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Премьер-министр Республики Армения
Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Դուշանբեում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրա սկսվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Նրանք խոսել են առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունների եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդման, թրիփ նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման վերաբերյալ գրված մեր կառավարության տարածած հաղորդագրությունում։ Թրիփ նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանին ունենալ երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապեր Ադրբեջանի ու ԱՊՀ այլ անդամ պետությունների հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով այս ծրագիրը նոր հնարավորություններ կբացի արտահանման եւ ներմուծման համար, ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրների։ Փաշինյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում նախաստորագրված համաձայնագիրը վերջապես կստորագրվի եւ կվավերացվի։ Միաժամանակ նա նշել է, որ թեև խաղաղությունը հաստատվել է, սակայն բոլոր խնդիրները չեն լուծվել։ Անհրաժեշտ է մեջբերում հաստատել առևտրային, տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր։ And this is no easy task. Սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը, սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին եւ ԱՊՀ բոլոր պետություններին խաղաղության հաստատման կապակցությամբ։ But also all CIS members. Գիտեմ, որ դուք բոլորդ իսկապես ուզում էիք, որ սա տեղի ունենար եւ այն տեղի ունեցավ, խաղաղությունն իրականություն է։ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների խոսակցության ժամանակ ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվեր են հնչել Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նիստի ընթացքում։ Ռուսաստանի նախագահը հարցրել է Հայաստանի ղեկավարին, թե որքան է кazվում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս տարի 4 միլիարդ է, ինչին հակադրվել է Պուտինը։ Сколько сейчас товарооборот выскочил? Товарооборот с Арменией сейчас какой? В этом году уже 4 миллиарда долларов. Сколько? 4 миллиарда. Нет, больше. В этом году. Да. Больше? В прошлом году было примерно 9 миллиардов. Больше. В прошлом году было больше. И в этом году будет больше. Ну, может быть, я очевидно, анализ очевидно. Это очевидно просто. Մեկ ժամ չանցած Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության վերաբերյալ տվյալներ, եզրակացնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը բացարձակ ճիշտ են։ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են եւ քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել եւ քննարկել են площадки в дальнем зарубежье, Տաջիկստանում Պուտին-Ալիև պինդ գրկախառնության ֆոնին Բաքվում ազատ են արձակել Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխին։ Ավելի վաղ Բաքուն նրան եւ Ռուսաստանի տասնյակ այլ ձերբակալված քաղաքացիների մեղադրում էր տարբեր հանցանքների, այդ թվում լրտեսության համար։ Դուշանբեում 3 դեմ հանդիպել էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, դա նրանց առաջին բանակցություններն էին վերջին 1 տարվա ընթացքում։ Գիշերը ռուսական զինուժը ռմբակոծել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, ԱԹՍ-ների բեկորներից հրդեհներ են բռնկվել բնակելի շենքերում, կա 12 վիրավոր։ Զապորոժիեում 7-ամյա տղա է զոհվել, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Ուկրաինայի օդուժը հարձակումը գնահատել է զանգվածային, մայրաքաղաքի երկնքում բազմաթիվ պայթյուններ են որոտացել։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրիչուկը հաղորդել է, որ հարձակումը թիրախավորել է նաև Ուկրաինայի էներգետիկ կառույցները։ Ժամեր շարունակ չի աշխատել Կիևի մետրոն։ Ճապոնիան պլանավորում է սակրավորներ ուղարկել Լիտվա ուկրաինական զինվորականների հետ վարժանքների համար։ Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ քայլը շատ կարևոր է ուկրաինական ժողովրդի հումանիտար կյանքը բարելավելու համար։ Ճապոնիայի իշխանությունները նախկինում արդեն օգնություն են ցույց տվել Ուկրաինային ականների վնասազերծման բնագավառում։ Ուկրաինական կողմին են փոխանցել 4 կայանքներ, որոնք մեծ ճշգրտությամբ հայտնաբերում են ականները։ Լյուքսեմբուրգում եվրանախարարները քննարկում են մոտ 210 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների օգտագործման ծրագիրը։ Գումարից 140 միլիարդ եվրո կտան Ուկրաինային որպես վարկ։ Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բեռլինը նախկինի պես մտադիր է ավելացնել Մոսկվայի վրա ճնշումը, սակայն նախարարը ընդգծել է գործընթացի իրավական անվտանգության մասին ապօրինի գործողություններից խուսափելու համար։ Ծրագիրը դիտվում է որպես միջազգային օրենսդրությունը շրջանցելու փորձ, ինչը խոչընդոտում է ինքնիշխան ակտիվների արգրավմանը։ Ավելի վաղ Մոսկվան այդ հայտարարությունները անօրինական էր համարել։ Բելգիան, որին
պատկանում է ակտիվների մեծ մասը, պնդել է, որ Եվրոընտանիքի բոլոր անդամները պետք է հավասարապես կրեն իրավական եւ ֆինանսական ռիսկերը, ներառյալ Ռուսաստանի հնարավոր տատական հայցերը։ Ուկրաինայի նախագահը խոսել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդի հետ։ Զրույցի թեման ռուսական սառեցված ակտիվների օգտագործումն է եղել։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, գերատեսչության հաղորդագրության մեջ շեշտվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների դերը, նշելով, որ համաձայնագիրը կայացել է նրանց անխոճ ջանքերի շնորհիվ։ Հուսով ենք այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության եւ կայունության համար գրված է մեր արտգործնախարարության հայտարարությունում։ Pero hoy quiero decirle a todos los Դոնալդ Թրամփի հույսերն իզուր էին։ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Ըստ Նոբելյան կոմիտեի նա արժանացել է Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու եւ իր անխոճ աշխատանքի եւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման հասնելու պայքարի համար։ Վերջին տարիներին նա դարձել է Լատինական Ամերիկայի քաղաքացիական դիմադրության ամենանշանավոր կերպարներից մեկը։ Նա միավորել է խորապես պարակտված ընդդիմությանը, կառուցելով ընդհանուր հարթություն, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարական կառավարման պահանջի շուրջ, հայտարարել է Նոբելյան կոմիտեն։ Մրցանակի համար պայքարել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նոբելյան կոմիտեի որոշմանը արձագանքել է Սպիտակ տունը։ Թրամփը շարունակելու է խաղաղության գործարքներ կնքել, կարգավորել հակամարտություններ։ Նոբելյան կոմիտեն հստակ ցույց է տվել, որ քաղաքականությունն իր համար ավելի կարևոր է, քան աշխարհը, նշված է Սպիտակ տան հայտարարությունում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պնդել էր, որ հենց ինքը պետք է դառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Իր խոսքով աշխարհում 8 պատերազմ դադարեցնելու համար։ Բելգիայի իրավապահները կանխել են երկրի վարչապետ Բարդելբիևերի եւ բարձրաստիճան այլ գործիչների դեմ ծրագրված ահաբեկչական հարձակումը։ Իշխանությունները ձերբակալել են 3 անձի, որոնք մտադիր են եղել պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացնել իրենց ծրագիրը։ Բելգիայի դատախազ Ան Ֆրանսենը միջադեպն անվանել է ջիհադիստական ահաբեկչություն։ Ըստ նրա, խումբը նպատակ է ունեցել ստեղծել ԱԹՍ, որին հնարավոր կլիներ ամրացնել պայթուցիկ։ Սա առաջի դեպքը չէ, երբ Բարտը սպառնալիքների թիրախ է դառնում։ Այս տարվա սկզբին բելգիական դատարանը 5 անձի մեղավոր էր ճանաչել վարչապետի դեմ հարձակում նախապատրաստելու համար։